Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները եւ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը պարզաբանել է, որ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում երկրները փոխադարձ հասանելիություն կունենան նաեւ ավտոճանապարհներին եւ այլ ենթակառուցվածքներին։ Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը ժամանել է Հայաստան։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ամերիկացի մասնագետները Հայաստանի Հանրապետության սահմանապահուժերի հետ կանցկացնեն կարողությունների գնահատում եւ կբացահայտեն բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Վերլուծության արդյունքները կօգնեն հստակեցնել ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները եւ կնպաստեն Հայաստանի սահմանների անվտանգության ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Մետա ընկերության ներկայացուցիչներին քննարկելու համար թվային քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման ուղիները։ Քննարկման հիմնական թեմաներն են եղել արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը, տնտեսության զարգացման նպատակով, մասնավորապես տեղական նորարարության եւ բիզնեսի խթանման հնարավորությունների դիտարկմամբ, ինչպես նաեւ երեխաների անվտանգությունն առցանց միջավայրում, ընդգծելով նրանց եւ ծնողների թվային գրագիտության բարձրացման ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգվել է։ Ծրագրի ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հունիսի 24-ին, որով նախատեսվել է Հայաստանին տրամադրել 25.5 միլիոն եվրո վարկային միջոցներ, սակայն ժամանակի ընթացքում ֆինանսների նախարարության առաջարկով եւ Եվրոպական ներդրումային բանկի համաձայնությամբ վարկային միջոցների շուրջ 8 միլիոն եվրոն չեղարկվել է, դառնալով շուրջ 16.66 միլիոն եվրո։ Փոփոխությամբ նախատեսվում է վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը, ծրագրի կատարումը ավարտել մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ ծրագրի իրականացմանն առնչվող տեղեկատվության եւ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետներում։ Օգոստոսին Ռուսաստանի տնտեսությունը տարեկան կտրվածքով աճել է 0.4%-ով։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ այս տարվա 8 ամիսների արդյունքներով երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 1%։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ավելի քան $10 միլիարդ հատկացնել ամերիկացի ֆերմերներին Սպիտակ տան առևտրային քաղաքականության հետևանքները մեղմելու նպատակով։ Թրամփի վարչակազմը կարող է օգտագործել մաքսատուրքերից ստացվող եկամուտները ֆերմերներին աջակցելու ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի շրջանակում միջոցների բաշխումը նախատեսվում է մեկնարկել առաջիկա ամիսներին։ General Motors, Ford Motor եւ Hyundai ավտոարտադրողների վաճառքները Միացյալ Նահանգներում աճել են տարվա 3-րդ եռամսյակում։ Պատճառը էլեկտրամեքենա գնող քաղաքացիների համար նախատեսված հարկային արտոնությունների չեղարկումն է։ Մինչև հոկտեմբերի 1-ը ամերիկացիները կարող էին ստանալ մինչև $7,500 հարկային փոխհատուցում էլեկտրական մեքենա գնելու դեպքում։ Այս արտոնությունը, որը ներդրվել էր 2022 թվականին շուկան խթանելու նպատակով, չեղարկվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։ ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերությունը գերազանցել է $500 միլիարդ արժողությունը ներկայիս եւ նախկին աշխատակիցների կողմից շուրջ $6.6 միլիարդ արժողությամբ բաժնետոմսերի վաճառքից հետո։ Գործարքի շրջանակում OpenAI-ի աշխատակիցները բաժնետոմսեր են վաճառել մի շարք ներդրողների։ Ընկերությունը նաեւ թույլատրել է ավելի քան $10 միլիարդ բաժնետոմսերի վաճառք երկրորդային շուկայում։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ու անփոխարինելի ոլորտներից է։ Շուրջ 10 տարի անընդմեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դառնում է Հայաստանի Հանրապետության ամենախոշոր հարկատուն, ինչը արդեն իսկ փաստում է հանքարդյունաբերության էական դերն ու նշանակությունը։ Առավել մեծ առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է մշտապես քայլեր ձեռնարկել։ Հենց այդ նպատակով էլ արդեն երկրորդ տարին է կազմակերպվում է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը։ Այս տարի հանքարդյունաբերություն եւ էներգիա միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը խորագրով։ Այստեղ մենք ունենք լրջագույն եւ հնարավորություններ
եւ մարտահրավերներ եւ կարծում եմ հարթակը հնարավորություն է այդ թվում կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի տևական ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Ընդհանուր առմամբ ֆորումի քննարկումները լինելու են բազմակողմանի եւ տարբեր տեսանկյուններից, այդ թվում ներդրումային առումով ընդհանուր տնտեսական ազդեցության խթանման տեսանկյունից եւ նաեւ հանրային ընկալումների բնապահպանական եւ կայուն զարգացման խնդիրները։ Ինչ հեռանկարներ են արդիական ապագայում, որպեսզի միջազգային ներդրողները շահագրգռված լինեն Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում ծրագրեր իրականացնել։ Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր եւ ապագայի հեռանկարները պանելային քննարկման ընթացքում այս առումով կարևորվեց կայուն օրենսդրական դաշտի առկայությունը։ Չափազանց կարևոր է ունենալ վստահություն ցանկացած համակարգով աշխատելիս։ Դա տեխնոլոգիա չէ, տնտեսություն չէ։ Մարդիկ, անձնակազմը իհարկե կարևոր են, բայց առաջնայինը կարգապահությունն է։ Կարևոր է կառուցել ճիշտ համագործակցություն։ Այսօրվա մեր ունեցած հանքային հենքը, հանքային ռեսուրսները էլ ավելի ավելացնել, այսինքն եթե պլան կա քաջարանը գնա դեպի 40 միլիոն տոննա, տարեկան արտադրության, հիմա անի դա։ Հիմա շահագործի հանքավայրերը ոչ թե թողի հետագայի 20-30 տարվա վրա, որտեղ մենք չգիտենք ոնց են տեխնոլոգիաները զարգանալու։ Ֆորումի ընթացքում համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ հանքագործների եւ մետաղագործների միության միջև նոր ու խոստումնալից փուլի մեկնարկը տրված է։ Մեզ համար բնականաբար ներդրումային միջավայրի բարելավումը, շարունակական բարելավումը մեր կարևոր քաղաքական հանձնառություններից եւ մեր օրվա եւ աշխատանքի շատ կարևոր մասն է։ Եվ բնականաբար ինչ ենք մենք անում շարունակաբար այդ ուղղությամբ, երևի թե երկու ուղղությամբ աշխատանք, առաջինը ինստիտուցիոնալ աշխատանքն է, շարունակաբար հետևելով տարբեր միջազգային վարկանիշներում եւ ինդեքսներում մեր տեղին եւ միևնույն ժամանակ տարբեր հետազոտություններ անելով, որպեսզի մեր բացերը տեսնենք եւ այդ բացերի հիման վրա օրենսդրությունը կատարելագործենք եւ երկրորդը, այսպես ասենք, ոչ ինստիտուցիոնալ, բայց կոնկրետ լուծումներն են, երբ որ մենք կոնկրետ ներդրումային պրոյեկտի շրջանակում հանդիպում ենք ինչ-որ խնդիրների եւ փորձում ենք դրանց լուծել։ Հայաստանի Հանրապետությունում գործող հանքարդյունաբերական ծրագրերի տնտեսական եւ սոցիալական ազդեցությունը ահռելի է։ Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների Հայաստանում աղքատության ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է, ընդամենը 7%։ Այսպիսի արդյունք են ապահովում մի քանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք կենտրոնացած են հենց այս մարզում։ Սյունիքն առաջատար է նաեւ Հայաստանում միջին անվանական աշխատավարձի չափով։ Վերջին մի քանի տարիներին այն հիմնականում տատանվում է 300-ից 320,000 դրամի շրջակայքում։ Նախորդ տարի Սյունիքի հանքարդյունաբերական ոլորտի միջին աշխատավարձը կազմել է 835,000 դրամ։ Հանքարդյունաբերությունը ոչ միայն մարզային, այլև հանրապետական նշանակության տնտեսական հենասյուն է, որը հանդիսանում է Հայաստանի արտահանման հիմքը եւ գեներացվող արտարժույթի հիմնական աղբյուրը։
ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Կապանում հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր։ ԿԳՄՍ-ն որոշել է մեկտեղել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի եւ 2026-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները, տեղական, հանրապետական եւ տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։